Բարի առավոտ աղջիկներս, ինչպես եք, մենք շատ լավ ենք, արդեն եկել ենք հասել տալիս տուն, գտնվում ենք Արագածավանում, հիմա սուրճ ենք խմում և գնում ենք տուն, էսի մեր համով պուջուր Միլան է, տալիս թորնիկն է, որ այդքան ասում եմ թորնիկ ենք ունեցել, թորնիկ ասում են Աննա ջան, եղբայրը դա ամուսնացել, ոչ աղջիկներս տալիս թորնիկն է, թորնուհին է այսինքս Եկել ենք տալիս ընտանիքին տեսնենք ու գնանք գյուղ, կգնանք գյուղ կհասնենք ու կմիանամ ձեզ։ Ձեզ բոլորիդ հիանալիորեն մաղթում, մնացեք մեզ հետ, տեսեք ուր ենք գնում, ինչ ենք անում, ինչպես է անցնում մեր օրը։ Երեխեք եկել ենք սկեսուրանցս տուն, հալա նայեք սկեսուրի սողամասը, մի հատ խոտ չկա, թաց, ջրված, համեմները, սկեսրայրս միսա պատրաստել կաղամ, որպեսի գամ տոլվա փաթաթեմ, լոլիկներին նայեք։ Հիմա պետքա գնամ տոլմա փաթաթեմ, մսերը դրե, պատրաստել, ես էլ ելակները, ծաղկում է։ Ասում է, ինչ ուզում ես սարքի, հələ պետրուշկաներին նայեք, մաղադանոսին, սոխերին, նայեք ինչ սիրուն է, կապելա սիրուն տեղը տեղին, հավաքեմ տանեմ, տոլմեն փաթաթեմ։ Բարև ձեզ։ Նայեք, Սուսան տատիկի հողամասը ջրերը դրած, հավաքենք գնանք տոլմա փաթաթելու երեխեք ջան։ Պապին ձերը մաթութա բերել։ Ես ինչ լավ խաղցրա։ Երեք ջան, տեղի վրա չուտես կյանք։ Այստեղ կեր։ 4 օրվա հավաքածուն էի, մի հատ բան չեր եղել։ Հա? Հա։ Սենց 1.700 գրամանոց յուղի ամաներով էր։ Հա։ Նստել էր։ Մա, Այսքան պայծ։ ամանուտի ու կապամիս։ Օպա սարիշ կերես ավնդեր թուտ հավաքել, հավաքելու։ Հա։ Սոր բերեմ, այսպես ամամրի, բերեմ, հարդ չկա, էլի բեր։ Ստե գնաց ես ցազեն հավաքեցի, սի կավա լույս կակ։ Հա։ Գնաց դրան է բացել։ Իսկ լիչի համովա։ Ընդիր, ես էլ երեք գնացի եկա ասած ամառը։ Ակրատուկումի։ Սիրուն սրբի Էլինա ջան։ Կակրի ակուրատնի աղջիկս։ Պապիկ։ Աղջիկներս հիմա պետքա տոլմա փաթաթենք, սկեսրերս ամեն ինչ պատրաստել է, բայց ինձ թվում է այս կարելի է մի հատ էլ կտրել։ Ասենց շատ մեծ կլինի լիստերը, որպիսի հեշտ փաթաթեմ, սպասեք երկու մասի բաժանեմ, որովհետև ինքը շատ է, այսպես մեծ է, ընտիր կաղամբները, այսքանը կարծեմ շատ էլ է, ֆարշն է պետքա պատրաստենք, այս կարելի է հանել, բորշկեփի, Անցած տարի հիշում եք, անցած տարի որ եկել էի նորից տոլմա փաթաթեցի, թե արդեն փաթաթած կար։ Ջուրը եռում է, վայրկյանական, ես է կարող եմ սալատ պատրաստել, մաղցան սենց թեթև։ Այսպես։ Եղանակը մի անգամից փոխվեց, աղջիկներս անձրև ա ուզում գա, էսի կմնա սալաթի համար, հլա ինչ ընտիր մաղադանոսու համեմա
Դա նույնիսկ ոնց է վառվում լտեսնում։ Տունը ներկա պահին գտնվում է ռեմոնտի մեջ, այսպես ամեն ինչ սարքում են աղջիկներս։ Այստեղ արդեն կաղամբը խաշվում է սիրուններս, տավարի աղացած միսա, այստեղ էլ ունի պատրաստի միս, բայց չգիտեմ խոզա թե տավարը, ոնց որ թե կեսը խոզա, կեսը տավար տեսնենք։ Հա, դե ընդեղ ինը չի։ Հա։ Հե? Չէ, դի Զոյանա տվե։ Շոկարատը պատրաստա կեչան։ Հիմա արդեն ֆարշը պատրաստա։ Երեխեք ջան, Սուսան տատիկ ինչքան համով համեմունքներ ունի, ավելացրել եմ, ստեղ բրինձա, տեսակ սոխարազնա, այնտեղ չորացրած ռեհանա, համեմունքները, հիմա լավ խառնում ենք ու արդեն տոլմեն փաթաթում ենք։ Աղել եմ ավելացրել, որպեսզի համով լինի։ Սոխ կաղացած նույնիսկ Հիմա արդեն կարանք հանգիստ փաթաթենք։ Սոխարացի կեսն է պայլեմ, որպեսզի շերտերը լցնեմ, որ կարմիր լինի։ Տոլմեն փաթաթի աղջիկներս, հիմա ջուրը լցնում եմ, սոխարացը լցնում, դնում եմ եփվի։ Սոխարացը լցրել եմ արդեն, ինչպես տեսնում եք, ջուրն է լցնում եմ ու տեղափոխում գազօջախի վրա։ Եկեք վայելենք։ Կավիա տալու, խառնով մտնի։ Երևի, հա, որ դուս գալուց հեշտ դուս կա։ Տեսնում ենք Էլինայի ռեակցիան։
ականդակ։ Ինչ ականդակ։ Հլը։ Բաբիջի։ Արի օպար։ Արի մտի շշուտուն։ Բոթասնե հետ կհանես։ Այնով է եկի։ Էսուր ես եկել։ Հոպարը։ եկել։ Քրսակի աղջիկներս ընտիր հայկական ծիրան ա բերել։ Հələ նայեք ինչ լավն եմ էսա լվանամ։ Մի հատ կոֆե դնեմ, կոֆե խմենք, մինչև տոլմեն էտիսկ այդտեղ դեղցա։ Նայեք ինչ լավն եմ։ Ստեղին ասե Հայաստանից համն ու հոտ ուրիշ է։ Նայեք։ Անտիշ։ Մեկը մեկից լավ է խորշելի։ Տոլմեն արդեն մի մաս է փլումա, մյուս մասն է պետք է փաթաթեմ, տեղափոխեմ սարցախցիկ, հետո սկեսրերս կհանի, կեփեն, կհամտեսեն, որովհետև վարշը շատ է, կաղամը հետ է, այդքանը մի անգամից չեն կարող ուտենք, ասեց սաղ տոլմարա, կեսը կեփեմ, արդեն է փլումա, կեսնեմ, սարցախցիկ տեղափոխեմ, իրանք ընթացքում կեփեն, կուտեն։ Դա Այ պակասուն։ Էսա եկա։ Ահա երեխեք ջան, այսքան էլ փաթաթեցի, հիմա տեղափոխում եմ սարցախցիկ։ Ունենց համով ա եղել, այն մեկը արդեն էփել ա, այն որ ընտիրություն։ Երեխեք ջան, մեր համեղությունը պատրաստ է, եկեք միասին վայելենք։ Կոլորշին եկավ, այսպես գույնը փոխվեց, բայց ահա, խնդրեմ տեսքը վերջնական, համի մասին էլ չասեմ, անմահական համ ունի։ Համեցեք միասին վայելենք։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Չեմ ուզում կյան դու կեր։ Հա։ Աղջիկներս հիմա ինչպես տեսակ արտենից դուրս եկան, գնում ենք դեքորս ընտանիքին տեսնելու եւ այնտեղից էլ պետք է գնանք Գյումրի։ Բոլոր ճանապարհները նկարահանում եմ, գիտեմ, որ բոլորդ էլ օտար երկրում եք ապրում եւ մի փոքր այսպես տեսահոլովակի տեսքով կառնեք ձեր կարոտը Հայաստանից։ Հիմնականում Instagram-ում շատ եմ կիսվում, ուր եմ գնում, որտեղ եմ լինում եւ աղջիկները գրում են վայ Աննա ջան, մեր քաղաքն է, վայ Աննա ջան, մեր գյուղն է, մեզ շատ հարազատ է, մի փոքր կարոտը սառա։ Մի խոսքով փորձում եմ ամեն անկյունը նկարահանել ձեզ համար եւ նաեւ ինձ համար, որովհետեւ ես էլ երբ տանը մենակ եմ լինում, իմ հին տեսահոլովակները միացնում եմ ու նայում եմ ուր եմ գնացել, ինչ եմ արել, որտեղ եմ եղել,
Այդ իսկ պատճառով բոլոր ճանապարհները նկարահանում եմ, մնացեք ինձ հետ եւ վայելեք մեր գեղեցիկ Հայաստանը։ Եկել ենք հիվանդանոց, բարև Էլինա ջան, եկել ենք մեր պապիկին տեսնենք, հիվանդանոցում է գտնվում, ու գնանք արդեն Ստեփանավան։ Աղջիկներս մեծ սիրով կցանկանայի բոլորին նկարահանել, ում գնում էինք, բայց կամերաներից իրենք այսպես հեռու են, այդ իսկ պատճառով այսպես միանգամից անցում ենք կատարում Գյումրիից Ստեփանավան, այդ ճանապարհներն եմ նկարահանում, շատ կցանկանայի, որ իրանց էլ նկարահանեի, բայց ամեն դեպքում ամեն մարդ չի, որ կամերայի առջև ազատ է լինում, այդ իսկ պատճառով չեմ նկարահանել, դրա համար այսպես ամեն փոքրիկ տեղից մի փոքր կադր եմ այսպես վերցրել, որ տվյալ պահին գտնվում ենք տվյալ վայրում։ Այդպես սիրուններս, հիմա արդեն ինչպես տեսնում եք, եթե իհարկե հասկացաք ճանապարհներից, մենք վերադառնում ենք Ստեփանավան, այստեղից ճանապարհները, բնությունը, երեխեք, ամեն ինչ ուրիշ է, ճիշտ է, ես չեմ ասում մերնա դրա համար, բայց ես sense գեղեցիկ տեսարաններ միայն տեսնում եմ մեր Հայաստանում։ Ամեն դեպքում շատ սիրուն է, շատ այսպես կանաչապատ, այն որ այստեղ դու լրիվ ուրիշ մարդ ես, էլի, չգիտեմ ոնց բացատրեմ, ոնց նկարագրեմ, այդ ուղղակի վայելել է պետք, տեսնել է պետք, որպեսզի այն ամեն պահը զգաս։ Եկել ենք տանը մարդ չկա, գոարտատիկ Արմինե մոր քուրար մենք հերին գործի են։ Մենք էլ գնանք մեր լավ եք։ Դա։ Ուր գնացիք։ Ուր ա մոր քուրը։ Գործի, այսա կգա։ Հիմա դուք խելոք խաղում եք, մաման կոֆե ա դնում, կոֆե խմենք։ Հաճան։ Ինչի։ Սաղ քուննա։ Տատը մաքրել, արել, դրել, տանից դուրս է եկել, ես այմա կգա կտենա։
Թորները ավիրել են։ Ալը մատին մեկ։ Հա։ Եղավ։ Մի հատ կոֆե խմենք աղջիկեք ջան։ Ջարդված տուն ենք եկե հասե։ Ասում եմ Գյորգի ջան, մեկ էլ եթե տանից դուրս գանք, առանց երեխաների ենք դուրս գալու, թողնելու ենք Գոհար-տատիկի մոտ ու մենք գանք, որովհետև շատ դժվար է երեք երեխաների հետ տանից դուրս գալը մեքենայով։ Գնացինք եկանք։ Գնացինք եկանք։ Մի հատ էլ կոֆե խմենք աղջիկներս, երեխեքի հագուստները փոխեմ։ Կարող է սա պարկեն քնեն է լավավոր հոգնած է։ Այդքան մեքենայի մեջ չքնեցին։ Մի փոքր։ Հա, դեպնացեք խելոք խաղարեք։ Ես ձեր հագուստները տեղավորեմ։ Մամա ծայրա։ Ինչ դու։ Մերոնք տուն եկան աղջիկեք ջան, հաց են բերել իրանց հետ, ձմերուկ, այստեղ հյութեր, շաքարավազ, մուրաբի համար, որովհետև հետս թութ են բերել և սմարոջինա, երշիկներ կանադական, թթվասեր մածուն, սուրճ, երշիկ, մակարոններ և այսքանը սիրուներս հիմա ուր Արմինե ջան վրացական պելմենիներ են կուտելու աղջիկներս, հիմա ջուրը եռում է, որպիսի խնկյալի, ջուրը եռում է, որպիսի եփվի և վայելենք, որովհետև լավ սոված ենք, ճանապարհից ենք եկել, ամբողջ ընթացքը հյութեր ենք խմել, հոթդոգներ ենք կերել, դե գիտեք էլի դրսի սնունդները, բայց հասել ենք տուն, պետքա հաց ուտենք։ Այստեղ լոբի կա, պետքա լոբի տապակենք, մի խոսքով մեզ համեղություններ ա սպասվում։ Սկեսրայից ձեռքով հավաքած թութ է, մամայիս ուղարկե, որպիսի մուրաբա պատրաստի, և ձեր տալը սմարոջինա է ուղարկե, որպիսի նորից մուրաբա պատրաստենք։ Աղջիկներս արդեն մեր համեղությունը պատրաստ է, գնում ենք վայելելու, եկեք միասին, մեզ բարյախորժակ, ձեզ բարի դիտում։